Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, կրկին անգամ ուրիշ կարծիք ոդքասթում ենք, ես եւ Վահեն, այսօր խոսելու ենք շատ կարևոր խնդրի մասին, որը այսօր երիտասարդությանը քայքայում է, այսպես ասած, խոսելու ենք թմրյա նյութերի եւ խաղաղամոլության մասին։ Գիտեք, ինչպես գիտեք, բոլորդ գիտեք, որ երիտասարդության մեջ դա ամբողջովին մտել է թե խաղաղամոլությունը, թե թմրյա նյութերը։ Բարև Վահե։ Ողջունում եմ սիրելի հայրենակիցներ, ողջույն Սևան ջան։ Ցավոք սրտի մեր երկրում մի քանի չարիք կա, իշխանություններից զատ չարիք է նաև խաղամոլությունը եւ թմրամոլությունը։ Երիտասարդներին ներգրավելու համար իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի ավելի լայն տարածում ստանա, հաշվի առնելով երկու կետեր։ Առաջինը, որպեսզի թմրեցնեն այն երիտասարդներին, ում մոտ կարող էր արթնանալ հայրենասիրությունը եւ իրենց դեմ պայքարային, եւ բնականաբար երկրորդ ու ամենակարևորը իրենց համար, որ ավել գումար աշխատեն։ Մենք բնականաբար այս պայն չունենք կոնկրետ փաստեր, որպեսզի տանք հաղորդում իշխանությունների դեմ, բայց մենք կարող ենք փաստեր, որ վերբարձրացնենք հիմա խնդիրներ, որոնք պետք է իշխանությունները կոնկրետ թմրանյութերը, որ հասնում է մեր երիտասարդներին անգամ դպրոցներ, իշխանությունները հնարավոր չի տեղյակ չլինեն արդեն հաղորդում։ Իհարկե։ Նայ, արի սենց վերցնենք, էլի, հիմա Telegram-յան կանալներ կան, որ պատերին խփած էր, հիշում ես, ես ու դու էլ գնաց ջնջել ենք անգամ։ Այո, երիտասարդական կազմակերպության անդամները բավականին քաղաքում հնարավորինս մեր ուժերի ներածին չափով փորձել ենք ջնջենք, մաքրենք, որպեսզի երիտասարդները հնարավորինս քիչ օգտվեն։ Այդ Telegram կանալները, այսպես ասած, ալիքները Telegram-յան, որտեղ գովազդվում է ու տարածվում է թմրանյութերը, ինչու, ու վաճառվում է նաև, ինչու չեն փակում այս իշխանությունները, ինչու այդ գործիքա կազմը չունեն, չես հասկանում։ Այսինքն տես իմ կարծիքով ոչի բան չեն անում։ Նայեք, ես վստահ եմ, որ ներքին գործերի նախարարուհին են մյուսները, իրավիճակին ոչ միայն տիրապետում են ամբողջությամբ, այլ մասնակիցն ու հանցակիցն են այդ ամեն ինչը։ Այսինքն հիմա եթե ներքին գործերի նախարարուհին բարեկների մոտ բռնում են թմրանյութ, այո, ինչ է ուզում։ Բա նախարարուհին եթե տեղյակ է, ինչու է անգործությամբ, հանցավոր անգործությամբ զբաղված, եթե տեղյակ չի, բա ինչու տեղյակ չի, բա ինչից է տեղյակ, որ ընդդիմադիրները հենց սկսում են իշխանականների դեմ ինչ-որ բառակապակցություն օգտագործեն, գնում են դառնում են քաղբանտարկյալ, բայց այդ թմրամիջոցները, որ վաճառվում է Telegram այդ կանալներով, նախարարուհին տեղյակ չի, բնականաբար տեղյակ է։ Չէ, նայ ամեն ինչից տեղյակ են, որովհետև մենք էլ ենք տեղյակ, անշի մենք դրանով տենց շատ հետաքրքրվել ենք կամ չգիտեմ ինչ ենք արել, բայց ամեն դեպքում այդ տեղեկությունը շրջապատից ու մի փոքր հետաքրքրվելուց թե ինչ վիճակում է գտնվում Հայաստանում այդ շուկան ու Հայաստանում ընդհանրապես նարկոտիկների տարածումը ինչ փուլում է, մի փոքր ուզում ես հետաքրքրվես, դու գրեթե ամեն ինչ իմանում ես։ Այո, կանգնում ենք փաստի առաջ, որ մեր երիտասարդների ապագան խեղաթյուրվում է, այդ թմրամիջոցները, որոնք իրենք օգտագործում են, հետագայում առողջ սերունդ ունենալու համար խնդիրներ առաջացնում, այլ առողջական խնդիրներ առաջացնում, դեգրադացիա առաջացնում, այսինքն առաջացնում է միայն բացասական։ Դրական ոչ մի բան հնարավոր չի։ Այո, եկեք ուղիղ ոստիկանությանը հորդորենք, երևի չգիտեմ, մեզ կլսեն, որպեսզի գործերի նախարարություն, ոստիկանություն զբաղվեք իրավապահ մարմինների։ Այո, զբաղվեք իրավապահ մարմինը, դա ձեր գործն է։ Մենք հարկերը վճարում ենք, որ դուք աշխատեք։ Ձեր աշխատանքի մի մասն էլ նաև այն է, որ այս մեր ապագա սերունդը չգիտեմ, թող ոստիկաններ կանգնեցնեն ամեն օր թող շուրջօրյա այդքան ոստիկաններ ունեն, պահում են միտինգներ ծրելու համար, այդ ոստիկաններին թող տանեն դպրոցների կողքերով, մանկապարտեզների մոտերքով գալիս են միտինգ ցրելու, գալիս են Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու, այդ կառավարության շուրջ բոլորը նայում են, սենց ծաղիկների պես բուսնած են, լիքն են, էլ ուզում ասեմ թվի խնդիր դժվար ունենան։ Թող ամեն դպրոցի մոտ վերահսկողություն լինի։ Մենք 10-15 բան ոստիկանով վերահսկողություն իրականացնենք։ Մենք էլ ամեն արավոտ բարի ծառայություն մաղթենք այդ ոստիկաններին, ովքեր որ զբաղվում են կոնկրետ։ Իրենց երեխաներով էլ են զբաղվում, այդ ոստիկաններն ունեն երեխաներ, այդ երեխաները դպրոց են գնում, իրանք է պետքա միանշանակ էս այն խնդիրն է, որ ամբողջ ազգին է վերաբերվում, երկրին, պետությանը եւ բնականաբար անվտանգությունը, որտեւ նաեւ անվտանգային խնդիր է։ Մենք անվտանգության իհարկե ազգային անվտանգության խնդիր է, առողջ զինվոր, առողջ սերնդափոխություն, առողջ երեխաներ, առողջ ընտանիքներ։ Էլ ազգային անվտանգությունը ո՞նց է լինում, եթե ընտանիքը այս վիճակում լինի, ընտանիքի անդամները թմրամոլներ կամ խաղամոլներ լինեն, խայտառակություն է էլի դառնում։ Հիմա իշխանականներին է հարցս էլի վերաբերվում, լավ, դուք էլ հիմա ոչ բարով խերով դուք էլ եք հայ։ Հիմա դուք անհանգստացած չեք այդ խնդիրներով, ձեր երեխաները չեն հաճախում նույն դպրոցները, համալսարանները, կրթական այլ
տեղեր, որտեղ որ դա տարածվում է, խրախուսվում է եւ վաճառվում է։ Լավ, դուք այդքան թքած ունեք, որ անգամ ձեր երեխաների ապագան ձեզ հետաքրքիր չի, կարևորը աթոռն է, դուք էլ հորդորեք, զբաղվեք։ Սա միասնականության մասին է ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքով, որpիսի այդ չարիքը չտարածվի։ Գոնե այս պարագայում եկեք միասնական լինենք, փորձենք այդ խնդիրը լուծենք։ Սիրելի հայ ժողովուրդ, իրավապահներ եւ այլն եւ այլն։ Պարզ է, որ դա Ալեն Սիմոնյանին հետաքրքիր չի։ Անգամ ինքը ժամանակ առ ժամանակ օգտագործում էր մարիխուանա, ինչ որ Չգիտեմ օգտագործում էր թե չէ, բայց խրախուսում էր հարցազրույցի լեգալացնում էին լեգալիզացնեին, որպեսզի ավել գումարներ աշխատեն։ Լեգալացումը որպես այդպեսին ինչ որ տուրիստական առումով ինքը այտենց օգտակար է տուրիստները որ գան, նաև այդ հսկողությունը ավելի կոնկրետ կլիներ, բայց իրանց մասին չի խոսքը։ Եթե լիներ Սևան ջան, արդեն խնդիրը այլ ընթացք ստանա, բայց չկա այդ Հիմա վերահսկողություն չկա, ինքը տենց սենց ասեմ, ավելի շատ իշխանությունների հովանավորությամբ, ուղիղ հովանավորությամբ այդ կանալները գործում են, այդ թմրանյութերը վաճառվում են, գովազդվում են ու այսօր արի փաստենք, որ իշխանությունները ոչինչ չեն անում դրա դեմը առնելու համար։ Այսինքն կամ իրանք հանցավոր անգործությամբ են զբաղված, կամ հովանավորչությամբ։ Կամ էլ անտեղյակ են, այսինքն ոնց կարող է անտեղյակ լինել։ Անհնար է։ Նայ, եթե ես ու դու տեղեկ ենք, այդ խնդրից դժվար իրանք absurd է ուրեմն։ Լավ, սենց հարց առաջանում։ Այդ ոնց ալնում, որ ընդդիմադիրների տունը մի հատ սենց ծալովի պանրի դանակ ալնում, իմանում են, գնում են, գտնում են, շոու են սարքում։ Այդ ոնց ալնում, որ այն երիտասարդներին, որ եկեղեցում խնդիր էր առաջացել, գնացել էին տունը խուզարկում էին։ Այդ ամեն ինչը որ ձեր մոտ ստացվում է ընդդիմադիրների նկատմամբ արի մի հատ սենց բան անենք, եթե այս իշխանությունները կապ չունեն նարկոտիկների հետ կամ նարկոտիկների հովանավորչության հետ կամ օգտագործման հետ, ազգային ժողովի падգամավորները նարկոյում թեստ հանձնեն։ Իմ կարծիքով պետք է առաջարկել, որ բոլոր կուսակցությունները, ովքեր թեկնածուներ ունեն ու մասնակցելու են ԱԺ ընտրություններին, թող թեստ հանձնեն, որ տենան նարկոտիկներից, այսինքն եթե այդ մարդը, որ պետք է գնա ազգային ժողովում ներկայացնի, падգամավոր դառնա, ներկայացնի հանրությանը ու օրենքներ ընդունի, այդ մարդը իրավունք չունի կախվածություն ունենա նարկոտիկներից։ Սևան ջան, լուրջ վտանգ է խաղամոլության հետ կապված։ Երբ որ օրինակ խաղամոլը եւ թմրամոլը հայտնվի ազգային ժողովի անվանումով։ Նայ, չէ, դա օրինակ եմ բերում Ռուսաստանի Դաշնությունից, օրինակ եմ բերում, որ ստեղից կամ ցանկացած այլ երկրից ինչ որ մեկը գնում է Ռուսաստան աշխատելու նպատակով, ոչ թե տուրիստ, այսինքն այնտեղ ձեռքաբերում միգրացիոն կարտաճ է։ Ինքը գնում անալիզ է հանձնում դրա համար։ Եթե իր անալիզների մեջ նարկոտիկ թմրանյութ է հայտնաբերվում, իրան դեպորտ են անում կամ կալանք են տանում։ Որովհետև ինքը կարա adekvat չլինի, վտանգ հանդիսանա հանրության։ Հա, հասկանում ես, իսկ Հայաստանում այդ ամեն ինչը ոչ մեկ ուշադրություն չի դարձնում։ Այս Սևան ջան, ախր դու տեսել ես քաղաքացիական պայմանագիր կուսակցության կազմը։ Այդ կազմը հրավտանգ է։ Դեմտերին նայում ես ոնց որ սաղը ուռող են։ Հա, խայտարակություն է։ Մեկը բանա բուծությամբ է զբաղվում, այն մեկը Դե Ավինյանի բարեկամները ինչ որ ընկերները բարեկամներով ինչ Կանեփի, հա, Կանեփի գործով են։ Իբր բժշկական, բայց դա բոլորը բժշկական չէ, բան արտադրողական ինչ որ բարձր են կարում։ Ինչ ուզում եք անվանեք, հա, բարձր որակի է։ Շոր են կարում, ասենք։ Հիմա տես ցավալի է, բայց փաստ է, որ այս իշխանականների կազմը երբ որ նայում ես, հասկանում ես, որ իրանք չեն կարող պայքարել մի բանի դեմ, որը հենց իրանց դեմ պետքա լինի։ Այսինքն, եթե սկսեն իրանք իրանց դեմ պայքարել, իրանք իրանց իշխանությունից պետքա զրկեն, որովհետև հենց իրանք են խաղամոլները, թմրամոլները եւ մյուսները, ել չեմ ասում ազգակործան պատուհաս դավաճանները։ Դե այսօր շուկան այդ խաղամոլության հետ կապված վիգենն է վերահսկում ավելի շատ, իսկ վիգենն է Ալենի վիգենը կամ վիգենի Ալենը դոշ էր տալի, ասում էր, որ վայ, գիտեք ինչ կա։ Այնտեղ մեծ падգամավոր կար իրանցից, չէ, առանձնացավ ինչ որ խաղամոլության դեմ պայքար էր տանում մենակով բանան, բռնին հանին ճամփին։ Հիմա բայց նայ, ասենք ինչ որ մեկը իրանցից, ով մի փոքր մտածել է լավ խաղամոլության հետ կապված կամ չգիտեմ ինչ որ հետին միտք ունեցել կամ ինչ որ մի բան ունեցել է, բայց այդ մարդը վեկալ է, խոսքը շիշ բռնողի մասին է։ Վեկալ է գնացել է, ասում է եկեք սենց օրենք ընդունենք, որ խաղամոլության դեմ ինչ որ պայքար չէ սկսվի։ Այդ մարդուն ճամփին։
Բայց ինչքան էլ որ ինքը Նիկոլական падգամավոր է, իր առաջարկների մեջ ճշմարտություն Դե կա։ հիմա ամեն դեպքում ես այդ դաշտ չեմ ուզում մտնեմ, բայց իր այդ առաջարկը խաղամոլության դեմ, այսինքն իրանց թիմակիցով դուրս է եկել, ասում է եկեք խաղամոլությանը մի փոքր ասենք չգիտեմ ամբողջությամբ չփակենք, ինչ որ հարկ ավելացնենք կամ ինչ որ միջոցներ կարան, էլի պետություն օրինակ կարա բլոկավորի այն աբոնենտներին, ովքեր որ խնդրահարույց են։ Բայց դու հասկանում ես, Էլ չեմ ասում, որ հիմա տարբերակներ կա, որ ասում են, որ վարկը կարում են վերցնեն, փոխանցեն եւ այլն եւ այլն։ Դա նույնպես խնդրահարույց հարց է ու այդ խաղամոլությունը, այսինքն այդ գովաց որպեսի չլինի, bookmaker-ները հնարավորություն են ստեղծում, որ ասենք քարտը կծվել է կամ ինչ որ ասենք դրամապանակ, այնտեղից վարկը կարողանում են քաշել տեղում ունենալ այն վարկով խաղում։ Այո։ Ու դա խնդրեմ է։ Այդ խնդրեմի հետևից պետք է գնան իշխանությունները, որովհետև եթե հաշվի առնենք, որ ընդդիմությունը զբաղվեր, իշխանական падգամավորը չի կարող այդ խնդիրը լուծի, ընդդիմադիրներին առավել եւս այդ հնարավորությունը չեն տա, բայց ախր այդ նույն խնդիրը էլի վերաբերվում է իշխանականների երեխաներին իրեն շրջապատին, այսինքն այդ խաղամոլությունը հերթական չարիքներից մեկն է, որը որ յուրաքանչյուր ընտանիքում կարա հայտնվի, ուղղակի անգամ պատահականության սկզբունքով մեկը վերցնի հետարկության համար գրանցվի, հետո խնդիր առաջանա, հետո գումարային խնդիր, անձնական, ներընտանեկան եւ ներհանրապետական խնդիր դառնա, այսինքն մի փոքր խնդիրը կարա այնքան մեծանա, եթե հետևողական չլինեն իշխանականները։ Նենց որ նաև կոչը իշխանականներին ու իրավապահներին, որ մեկը տունն է կրվում, մեկը Դե նայ հիմա այսօր թոշակը բարձրացրել են 10000 դրամով ու եթե մինչև ամսի 3-ը 4-ն էր նստում, այս անգամ հենց ապրիլի 1-ով նստեցրել են, այն որ հենց մի անգամից ու ժողովուրդը չի հասկանում, որ այդ 10000 դրամը բարձրացրել են խաղատանների հաշվին, այսինքն ինչ որ մեկը գնում է իրան կրվում է տուն տեղ ամեն ինչ վերջում էլ իր մոստից գցում է, դրա հաշվին թոշակ են բարձրացրել։ Այո։ Էլ չեմ ասում, որ արտաքին պարտքի հաշվին իրանք իրանց վրա ծախսում են։ Էլ չեն կարող արտաքին պարտք վեկալել, որովհետև հասել է 14.7 միլիարդ դոլար ունենք արտաքին պարտք։ Պետք է նաև նշեմ, որ իրանք երբ որ եկել են իշխանության, վերցրել են Հայաստանի Հանրապետության իշխանությունը, որ զավթել են 18 թվականի մասնախոսքը 7 միլիարդ տեղ, այսինքն նախորդ 30 տարիների ընթացքում մեր արտաքին պարտքը, որը հիմնականում եղել է դրսի հետ կապված այն փոխանցումները, զենք զինամթերք եւ այլն, այս մարդիկ դրանից հետո վերցել են եւս 7 տարում, այսինքն ուշադրություն 30 տարում 7 միլիարդ արտաքին պարկ, 7 տարում 7 միլիարդ արտաքին պարկ։ Հիմա մենք չենք տեսնում այդ ծախսերը ոչ բանակի վրա, ոչ տնտեսության վրա, պարգևավճարները պարգևավճարների տեսքով է, Արարատ Միրզոյանը մի հատ հետաքրքիր դեմ արդարացության նախարարը Ավինյանի հերը շորժայում է բանանում։ Սրբուհին ասում է, ինչ ասում է, ես $200,000 ունեի, ինչա որ դե այդ մեր ճակատագրերի, մեր երեխաների ճակատագրերի վերցրել են ու վատնել են աշխատի կամ այլ ինչ-որ կազմակերպություններ այդ այդ մեր գումարներն է, ձեր գումարները վերցրել են, իրանց դղյակներ են առել, են առել, են առել։ Էլ չեմ ասում դղյակ ասեցի, հիշեցի այդ Ալեքսանյան Վահագը նկարները չէ գցում դղյակ բան, ուրեմն հետաքրքիր մինյուտ նկատեցի համացանցում Նիկոլ Փաշինյանը բացում էր անում դպրոցի երկրորդ անգամ։ Այո, նաև խոսակցություններ կա, նաև Էջմիածնի դպրոցում երկրորդ անգամ նույն դպրոցը բացում են։ Ասենք ես չեմ հիշում, որ դպրոցն են բացել կամ փակել։ Ամեն դեպքում։ Ես չեմ հիշում, որովհետև չեն բացել։ Մի 5 հատ դպրոց սարքել են մեր հաշվին։ Աչքից քաշում են, դրանք չեն ժողովում։ Հա, իմ կարծիքով այդ նույն դպրոցը տարբեր կողմերից այդ լենտերը կդրում են, էլի։ Չէ, իմ կարծիքով նարկոտիկ են օգտագործում, չեն հասկանում այդ բանը։ Հա, այնքան եք օգտագործում իշխանականներ, որ դուք արդեն չեք տիրապետում ձեզ ու իրավիճակին ու քիչ ծխեք, էլի։ Էլ չեմ ասում են նախագահ կա, չէ, Խաչատուրյան։ Էդի ոնց որ միշտ ծխած է։ Երբ նայում ես առավոտ իրիկուն ցերեկ կամ Yandex-ա կանչում կամ օղորմա թասի է կամ միտե մեռների հետ նկարվում է։ Այդ ինչքան պետք է ծխես, որ այդաս հասնես Հռոմ կամ չգիտեմ Բելգիա եւ Բրիտանիա, ասենք Անգլիայում, հասնես Անգլիա թագավորական ընտանիք, բան այդաս թագուն մեռած, հա, այս թագուիններ մեռավ եկել։ Օգնականը չէ, չէ, ոնց որ դեսպաններ թե պատոսներ ասում են նկար։ Նա ինքը ծխած մեռած գնացել է մեռածների հետ նկարվի։ Այ քեզ խայտարակություն։ Աբսուրդի ժանրից։ Այդ պապիկ ջան, գնա ուրիշ բանով զբաղվի, նա թոշակն էլ բարձրացրել է։ Հիմա դրա ազգանունը Խաչատրյանն է, թե Խաչատուրյան։
Այնքանա ծխե Խաչատրյանը Խաչատուրյանը ասում, այտենց մնացել է։ Այսինքն լավ, ասում ենք, կատակում ենք, բայց ախր այդ ճարիքը պետքա վերացվի մեր երկրից։ Ոնց որ եւ պետք է վերացվի այս իշխանությունները մեր երկրից որպես հերթական ճարիք։ Հիմա եթե դուք իրավապահներ այսօր չզբաղվեք այդ խնդիրներով, վաղը ուշ կլինի։ Մի օր ձեր երեխան, ես չեմ ցանկանում, ազնիվ խոսք չեմ ցանկանում, բայց ձեր երեխան կհայտնվի խաղամոլության ու թմրամոլության այդ բանի մեջ ու խնդրեմ կառաջանա ձեր ընտանիքում ու յուրաքանչյուր էլ ունեք ընտանիք ու այդ խնդրի հետ հնարավոր է որ առերեսվեք ու առնչվեք նենց որ հետևողական եղեք սրանք իշխանությունները այսօր կամ վաղը չեն լինի բայց ձեր երեխաների այդ հիվանդությունները թմրամոլություն ու խաղամոլությունը հավերժ կմնա ու դուք վաղը ձեր գլխին եք տալու որ այդ 2 կոպեկ պարգևավճարը ստացել եք այս իշխանականներից վաղը ձեր խնդիրների հետ մենակ եք մնալու ոնց որ մենք բոլորս հետագայում ձեր բակում չի եղել դեպք որ տեսնես ինչ որ թմրանյութեր են բանանում տեղադրում ինչ որ տեղ բան ճիշտն ասած կոնկրետ չեմ նկատել որ ասեմ նկատած լինեի բարձրաձայնած կլինեի ել չեմ ասում որ նկարեի իհարկե չեմ կարծում որ հետևողական դրա հետևից կգնային բայց եթե ուզեն տարբերակները շատ է այ ես 3 անգամ չէ վերցնել այդ դամաֆոնների վիդեոները չէ ունեն չէ հնարություն իշխանականները վերցնեն նայեն ով է այդ ինչ որ միտե էդի փակցնում ել չեմ ասում դեմքը կարող են շատ լավ նույնականացնեն միանշանակ այսինքն եթե իրենք իրոք ուզում են պայքարեն դու լավ հուշեցիր նաև այդ տարբերակը կարող են կիրառել ել չեմ ասում որ այս վերջերս դեպք նկատեցի որ եթե չեք կարող ասեք մենք գանք հա օգնենք չօգնենք մենք անենք մենք պայքարենք ես եւ Սևանը եւ մեր համակիրները մյուսները ովքեր որ մտահոգված են նաև մեր դիտողները պատրաստակամություն ենք հայտնում օգնենք իրավապահ համակարգին որպիսի այդ խնդիրը հնարավորինս արագ լուծվի մեր ուժերի ներածին չափով մենք պատրաստ ենք կամավորության հիմունքներով այդ ամեն ինչը կազմակերպենք ձեր վերահսկողության ներքո կարևորը որ այդ թմրանյութերը քիչ տարածվի կամ ընդհանրապես չտարածվի ու այս վերջերս էլի դեպք կարդացի որ պարեկները փորձել էին բռնեին մեկին ով որ տեղադրում է գնաց է ընկել էր ձորից այդ նաբերեժնի այդ բանում կիրճում Հրազդանի ու վերջո իր կյանքը պարեկներն էին փրկե նախ երևի գնացել են իր հետևից որովհետև իրանց բիզնեսին է խփում նրանք պետք է դնեին չէին հասցրել այն մեկն էր եկե դնում երկրորդ չէ անգամ երրաբլուրում են երրաբլուրում Երրաբլուրում դնելը սրբապղծությունն է։ Այդ մարդը թող ոչ մի օր լավ օր չտենա, ով որ երրաբլուրում ինչ որ մի բայ փորձել է էդի դնի, ել չեմ ասում վերցնողների մասին։ Այդ դնողները թող ոչ մի լավ օր չտենան, որովհետև մեր սրբերի սրբոց երրաբլուրում նման գործունեություն ծավալելը, էդի չգիտեմ, բառերով չեմ կարող ներկայացնեմ, անգամ չեմ էլ ուզում հայոյեմ, որովհետև հայոյելու էլ չի։ Դա սրբապղծություն է։ Ձեր ընտանիքները վաղը մյուս օր այդ ձեր աշխատած գումարներով դեղ են առնելու մաքսիմում։ Էլ չեմ ասում, որ ձեր կյանքը պղծում եք 2 կոպեկի համար, որ ինչ լինի, այնտեղ մեր Այն հերոսներն են, ովքեր որ կյանքի գնով կարողացան պահեն մեր ինքնիշխանությունը, մեր երկիրը, մեր պետությունը, իրանք կյանք տվեցին, արուն չխնայեցին, որպեսզի դուք այսօր այդ սրբապղծությամբ զբաղվեք։ Ես ձեզ ներելու ոչ մի տարբերակ չեմ տենում։ Թող Աստված ձեզ ների, չգիտեմ, կների թե չէ, դա արդեն դուք գիտեք։ Բայց իմ կոչն է, որ մի զբաղվեք նրանով, որը որ հետագայում ձեր համար կարա ճակատագրական լինի։ Նենց որ Այդ երիտասարդին կարծում եմ փրկել են, որովհետև լուրերով կարդացի, որ իրան տարել են արդեն համապատասխան բուժ զննումն ու օգնությունն են։ Կամ այսօր նարկոտիկով մարդկանց բռնում են դատարանները տնային կալանք են տալի։ Հա, պետքա խիստ հասկանում ես, ասենք երիտասարդին ով Նիկոլ Փաշինյանի կողքով անցնում էր ուղակի տալել են կալանքի։ Կալանքի են տարել։ Իդեպ հիվանդություններ, ասենք չգիտեմ, վերջերս մամուլում լիքը կա, ասենք 40 գրամ նարկոտիկը իր մոտ, ասենք բռնել են դատարանը տնային կալանք տվել։ Պոդքասթ վարող Նարեկ Սամսոնյանին հետույք բարի համար տարել են 3 ամիս կալանքի, հետո տնային կալանք են տվել, խոսելու իրավունքը զրկելով։ Այն մարդը, ով որ ուղիղ թունավորում է մեր սերունդներին, երիտասարդներին մասնավորապես, այդ մարդուն տվել են ուղակի տնային կալանք, այն 40, հա կիլոգրամ, չգիտեմ։ Գրամ, որը 1 գրամից ավելը համարվում է խոշոր չափով։ Այսինքն պետք է սահմանվի ամենախիստ պատիժը։ Ամենախիստ պատիժը պետքա լինի նման գործունեություն ծավալողներին։ Տարբեր զարգացած երկրներում օրինակ Չինաստանում թմրանյութեր տարածելու համար միջև ՑՄՀ ազատազրկում է սպասում։ Եթե հնարավորներ մահապատիժ էլ կտան, իմ կարծիքով չունեմ։ Հա, հասկանում ես, այսինքն մեր երկիրը այն վիճակում է, որ թողել են
այդ թմրանյութերը մտել է ամբողջ Հայաստանում ու ասենք բան անում։ Հա, դե նաև սահմանի հետ կապված։ Այդ թմրանյութերը ո՞նց է հայտնվել Հայաստանի Հանրապետությունում, որ ծրվում է դպրոցներում։ Չէ, Իրանով, բայց այդ Իրանի սահմանում մարդիկ չկան։ Թուրքիայով։ Չէ, բայց մարդիկ չկան սահմանում։ Դե իրանց բաց թողումն է, իրանց բաց թողումն է, չեն։ Բա դրա պատասխանատուն եւ մեղավորը ով է։ Գիտեմ, հələ փորձի մի վարչապետ մեծն 8 պաշկա սիգարետ անցկացնես երկրից դուրս, այն 6 հատը կվերցնենք, ասենք կոնտրաբանդա է, մի հատ կդատեն։ Երկու կոնյակից ավելը վերցնում են, գինին վերցնում են, բայց տոննաներով նարկոտիկը գալիս է Հայաստանի Հանրապետություն, անպատիժ են մնում, գումար են աշխատում նման չարագործություն։ Դնայի ժամ տարբեր տարիներին եղել են նաև, ասենք, հերոինային պատերազմներ լսած կլինես Չինաստանի դեմ էր տարվում, բան։ Հիմա իմ կարծիքով Հայաստանի դեմ է դա տարվում։ Հայաստանը ամբողջությամբ ուզում են բնաջնջեն ժողովրդին, ասենք, դեգրադացնեն, փչացնեն սերունդը։ Ես նաև կարծում եմ, Սևան ջան, որ քանի որ մեր երկու հարևան պետությունները, մեծ թշնամի պետություններ են, ովքեր որ ուզում են Հայաստանի Հանրապետությունը դատարկ լինի առանց հայերի, կարծում եմ իրենք կարող են նաև ներգրավվածություն ունենան, որ ավելի հեշտ լինի այն սերունդը, որ պետքա կռվի կամ պաշտպանի մեր Հայաստանի Հանրապետությունն է, այդ մարդկանց գոնե սթափ լինի այդ մարդը, սթափ մարդիկ պետք չեն իրանք։ Այսինքն այդ պայքարողներին իրանք այդ սպիտակ գենոցիդ է նաև էլի համարվում, այսինքն այս մարդիկ իշխանականները նաև Ալիևի Էրդողանի հետ ոնց որ հանձնում են հայկական տարածքներ, ասում են Արարատը մերը չի, մեր զինանշանի վրա հարմար չի, մի երկու բան պետքա հանել, որ խաղաղություն լինի։ Հիմա այս խաղաղության քողի տակ նաև այդ թմրամիջոցների մասով խնդիրներ են առաջացնում հետագայում նաև անվտանգային, որոնց վրա վերահսկողություն չկա։ Վաղը մյուսօր կմեղադրեն մյուսին, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը Ալիևի եւ Էրդողանի հրահանգով ուղիղ ֆինանսավորմամբ նաև ներգրավվածությամբ պրոպագանդում են այդ ամեն ինչը, թույլ են տալի, որպեսի կարողանան ցրել, մյուսներն էլ օգտագործել ու վաղը մյուսօրը այն սերունդը, որ պետքա դառնար հայրենասեր, ինքնության համար պայքարեր, բացառապես էլ իրանք գոյություն չեն ունենա, ֆունկցիոնալ առումով իրանք որպես հայկական պետության երաշխավորներ նաև անվտանգության չեն լինի։ Ու սա ձեռնտու է միայն թուրքերին, ադրբեջանցիներին եւ այս իշխանություններին։ Ես փորձում եմ էլի ինչ-որ մի ձև ենթագիտակցության մեջ ուզում եմ հասկանամ, լավ, ինչքան ստոր պետք է լինես, որ մի ամբողջ սերունդ կոտորես։ Ես հասկանում եմ, որ սրանք այդ ամեն ինչը կարմիր գծերը հատել են, իրանք մի ամբողջ սերունդ 18-ից 20 տարեկանների տարան կոտորեցին զուտ նրա համար, որ իրենց դավաճան չկոչեն, ինչպես Նիկոլ Փաշինյանը ասել է ազգային ժողովի ամբիոնից, հիմա նույն կերպ այն անչափահասներին, այն երիտասարդներին, ովքեր ներգրավվածություն ունեն այդ Telegram կանալներով, այս մարդիկ այդ ամենաթողության արդյունքում, անգործության արդյունքում բերում են մի հատ նոր գենոցիդի խաղաղ պայմաններում։ Դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը սրտիկներ անելով ֆրֆռում է, որովհետև երիտասարդները չկան, գիտակից երիտասարդներ, ովքեր որ պայքարում են, բերթերում են, ոնց որ մեր երիտասարդները իդեպ ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, նաև անչափահաս քաղբանտարկյալներին, ովքեր որ ցավոք սրտի մեր պետության իշխանության շնորհիվ հայտնվել են բանտարկության մեջ, անազատության մեջ միայն նրա համար, որ չեն սիրում Նիկոլ Փաշինյանին կամ չեն ընդունում։ Հիմա այդ մարդկանց տարե դատել եք, բայց այն մարդկանց, որ պետք է դատեիք, փաստացի անգործությունն է, չեք դատում։ Ինչքան պետքա դա շարունակվի։ Սիրելի հայրենակիցներ, ինչքան ենք թույլ տալու, որ այս իշխանությունները ցեղասպանության, իրանց ցեղասպան գործունեությունը շարունակեն պատերազմի տեսքով, բռնի տեղահանման տեսքով, հարկային տերորի տեսքով, ինչու՞ չէ, թմրամիջոցների խաղամոլության տեսքով, այս ամեն ինչը քայքայում է մեր պետությունը, որը որ մենք դարերով փորձել ենք պահենք, պահպանենք, դրա համար իրենց ավանդն են ունեցել մեր մեծերը, ովքեր որ պայքարել են, որպեսզի մենք անկախություն ունենանք։ Լավ, ինչքան ենք մենք թույլ տալու, որ այս իշխանությունները կեղեքեն, թալանեն, կոտորեն ու այս ամեն ինչը անպատիժ մնա։ Մենք ինչքան ենք լռելու, չէ՞ որ այս լռությունը նաև ինչ որ միտեղ դառնում է համաձայնություն։ Հիմա մենք անհամաձայնություն ենք չեն ներկայացնում, որ ասում ենք պայքարեք, մենք էլ ձեզ ինչով հնարավոր է օգնենք։ Այն մարդիկ, ովքեր որ անտարբերություն են ցուցաբերում, այդ լռությունը բերելու է նրան, որ ինչ որ մի պահի հասնելու է նաև ցավոք սրտի իրենց տներ, իրենց բակեր, իրենց հայացքներ, իրենց ընտանիքներ ու վաղը ուշ է լինելու։ Մենք դա զգուշացնում ենք նախորոք, որովհետև մենք տեսնում ենք Երևանի փողոցներում մասնավորապես ինչ խայտառակություն է կատարվում, երիտասարդների ինչերի ազդեցության տակ են գտնվում, որտեղից են դա ձեռք բերում։ Եթե մենք միահամուռ ուժերով, նաև պետական մակարդակով պետք է լիներ, բայց հասկանում ենք, որ անգործություն է։ Եթե մենք դրանով չզբաղվենք, իրանք
մեզանով են զբաղվելու։ Ու ամենամեծ ցավը դրանում է։ Այսքանով ավարտենք, Վահե ջան։ Ավարտենք մեր հերթական հաղորդումը նվիրված այդ թմրամոլության ու խաղամոլության այդ ճարիքին։ Խնդրում ենք լինել ակտիվ, հետևել մեզ, գրել ձեր հարցերը, հյուրերի պարագայում մենք արդեն ունեցել ենք հյուրեր, ակտիվ ենք նաև այդ առումով։ Ձեր առաջարկների համար մենք բաց ենք, հետևեք, տարածեք, աջակցեք մեզ, որպեսզի մենք կարողանանք աջակցենք ձեզ եւ այս միասնականությունը փորձենք պահենք գոնե հաղորդաշարի շրջանակներում, ինչեւ կգա պահը արդեն միասնականության եւ փողոցում եւ գլոբալ առումով Հայաստանի Հանրապետությունում։ Շնորհակալություն, որ մեր հետ էիք, կհանդիպենք։